Բարեձեզ հարազատներս, պատմել եմ արդեն, որ ռուս ընկերներս են եկել ընտանիքով ու բորշեի պատրաստել եւ այլն, ու էդ էլ ասեմ, ոչ բորշը դարավ նորմալ, ոչ այդ խնձորի շտրուդելը դարավ, չստացվեց, նույն բաներն էի արել, բայց չստացվեց, չգիտեմ ինչի է այդպես մեկ լինում, ելի շատ է եփել, ու դե մեծերը բնական գովում են, որ շատ համեղ է բան, բայց երեխաներից մեկը տուն էր հասել ու ասել Тетя Лилит может задавать глубокие вопросы и вести умные беседы. Ինչը ինձ համար շատ շոյվեցի իհարկե, որ երեխան այդքան բան հասկանում է, արտահայտվում է, դա դուք էլ գիտեք, նես չի, որ դա նորություն է մեզ համար, բայց բոլոր դեպքերում հաճելի է ու քանի որ արդեն sense ստատուս ունեմ, պետք է իրոք խոր իմաստ բաներից խոսենք ու այսօր ուզում եմ պատմեմ կյանքի իմաստի մասին, նորից ինչպես եմ ես դա հասկանում ու քանի որ դուք շատ սիրում եք կոմենտներ գրել, ծաղիկ ուղարկել եւ այլն, գովասանք բան, ինչ ինձ պետք չի բոլորով, ինչ պիտի գովանք, այդ շատ ավելորդ է այդ գովասանք բանը, կուզեմ դուք էլ ձեր կյանքի իմաստը գրեք, 27000 դիտորդ ունեմ ու պատկերացրեք ամբողջ ժամանակս կտրամադրեմ կարդամ բոլորիդ կյանքի իմաստը, ինչպես եք հասկանում, ինչի համար է այս կյանքը, ինչի համար ենք ապրում։ Իմ պատմածից մեծ մասը կրկնություն կլինի, քանի որ շատ եմ դրան անդրադարձել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Կյանքի իմաստը որն է, իմ կարծիքով ժամանակավոր է այս կյանքը, հոգին անմահ է, մարմինը ժամանակավոր, որ կարողանանք այստեղ երևի ոնց ասում են աճացնենք մեր հոգին, որ հետո կարողանա Աստծո ներկայությամբ ապրել, կարծում եմ այդպես, որ չփչացնենք այդ հոգին, որտեղ այդ հոգին վերջում պիտի գնա կամ վերև կամ ներքև, կամ Աստծո մոտ կամ գետնի տակ, ու կարողանանք այնպես պատրաստենք, որ իրոք կարողանա Աստծո ներկայությամբ գոյատևել։ Եթե հանկարծ սխալ բաներ եմ ասում, սա իմ կարծիքն է, այս 48 տարեկանում դրան եմ հասել։ Եթե հանկարծ այնքան բախտավոր եմ, որ հոգևորականներ ինձ լսեն ու տեսնեն, որ հանկարծ սխալ բաներ եմ ասում, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղղեն, քանի որ այս խոսացողների խնդիրը նա է, որ իրանք կարող է վատ բաներ էլ, սխալ բաներ էլ, համ իրանք սխալ հասկանան, համ մնացածներին սխալ բաներ սովորացնեն, իսկ կտակարանում գրած է, եթե դու մեկին սխալ բան ես սովորացում, ավելի լավ է քովզից մի հատ մեծ երկանաքար կապեն գցեն ծովը, քան դու շարունակես սխալ բաներ մարդկանց բացատրես, ասես։ Ու ինչ պիտի անենք ու նախ գործեր են տրված, որ մենք պիտի անենք, ինչպես մենք ապրենք այս աշխարհում, երկու պատվիրան ունենք, որը հիմնականն են, առաջինը սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ հոգով, բոլորից շատ, աշխարհում ամեն ինչից շատ պիտի Աստծուն սիրենք, եւ սիրիր մերձավորիդ քո անձի պես, երկուսն էլ սիրիր է, երկուսն էլ բայ է, աշխատանք է, այսինքն եթե դա աշխատանք է, դա պիտի արդյունք ունենա ու այդ արդյունքը դու պիտի ներկայացնես։ Սիրիր Աստծուն քո ամբողջ մտքով սիրում եմ, մտքով Աստծուն սիրում եմ, փորձում եմ պատվիրաններ կատարել, ինչպես է, իմ աշխատանքի արդյունքները որն են, որ ես գնում եմ կիրակի օրերը պատարակների, շատ հեշտ եմ գնում, շատ հաճույքով եմ գնում, հենց սկզբնականում շատ դժվար էր գնալը, շատ ոչ մի բան չէի հասկանում, գնում էի պարտականության նման, ու սա էլ է շատ կարևոր, սա ճանապարհ է, որ դու պիտի գնաս դեպի Աստված, ու ինքը քեզ բացում է, հեշտացնում է, եթե դու ոչ մի քայլ չես անում, չէ, բայց հենց դա, որ ես չուզելով գնում էի, ոչ մի բան չէի հասկանում, լեզուն էլ չէի հասկանում, որ հայերեն չխոսեին, հետո բանը վերցրեցի, այդ գիրքը, պատարակի գիրքը վերցրեցի ու արդեն շատ հեշտացավ աշխատանքս, հասկացա ինչ են իրենք ասում, որ պահի ինչ է նշանակում, բոլորը չեմ հասկանում իհարկե, բայց շատ մեծ հաճույքով եմ կիրակնօրյա պատարակներին գնում,
Կտակարանը կարդալը չէր ստացվում մի որոշ ժամանակ, որ Հայաստանը եկել, երևի մի տարի չեմ կարողացել կարդամ, առաջին մի տարուն մոտ չեմ կարողացել կարդամ։ Հիմա վերջերս սկսել եմ տպել։ Ոնց է, բացում էի, ասում եմ, որ ես սաղ գիտեմ, պատկերացնում եք ինչ դաժան վիճակ է, որ սխալմամբ քեզ կարող է թվալ, թե դու շատ բան գիտես։ Այ սա շատ զգուշ պիտի լինենք այս պահերին, մանավանդ նոր կտակարանը, հինը դե չի անընդհատ հին քիչ եմ կարդացել համեմատած նորի հետ։ Հիմա տպում եմ, օրական աշխատում եմ 1 գլուխ, եթե հնարավոր է 2 գլուխ, մի հատ հին կտակարանից, մի հատ նորից, համ հայատար տպեմ, ձերքս վարժվի, համ էլ հասկանալով, միտքս անընդհատ ներքև բերեմ, տեղում լինի, որ հասկանամ ինչ եմ տպում։ Էլի մա որ մտքերը թռնում են, էլի տպում ես ավտոմատ, հետո եմ գալիս, մի հատ կարդամ, տեսնում ես ինչ տպեցի։ Աղոթքները ուրեմն մասիվում առաջին մասիվում Գայի Հարձանի հետևում կարուսելներ էր առաջ, ես հիշում եմ, որ փոքր երեխա ինձ տեղ տանում էին ավտոդրոմ էր մեքենա էին քշում, գորկաներ էր, բան, հիմա այդ տեղը, որտեղ ես փոքր ժամանակ գնում էի կարուսելներ էի քշում, հիմա ինձ համար, քանի որ մեծացել եմ, եկեղեցի են պատրաստել այդ նույն տեղում, որ ես ամեն օր գնամ աղոթեմ, ու ես որ նոր եկել եմ, ասում եմ, վայ, այս ինչ լավ է, ամբողջ ամեն ինչը կողքս է, եկեղեցին կողքս է, դե Մոսկվայում եկեղեցին պիտի մի սուտկա քշես, որ գնաս եկեղեցի հասնես, ու ասում եմ, ամեն օր մտնելու եմ աղոթքս անեմ, նոր գնամ տուն, իհարկե այդպես չեմ անում, բայց ժամանակ առ ժամանակ մտնում եմ, իհարկե աղոթքս անում եմ, նոր գնում եմ։ Մի խոսքով սա մտքով համեմատած հեշտ է, մարմնով Աստծուն սիրելը լավ չեմ հասկանում, կարծում եմ դա հաղորդություններին մասնակցելն է, որ հաղորդվում եմ Աստծու հետ, իր մարմինն ու արյունն եմ վերցնում իմ մեջ ու Աստծու հետ Աստծուն միանում։ Կարծում եմ դա է, հոգով Աստծուն սիրելը երևի դեռ չեմ հասկանում, ինչպես հոգով Աստծուն սիրեմ։ Կարծում եմ, եթե գլուխը աշխատում է, մարմինը աշխատում է, հոգին էլ արդեն այնտեղ, կարծում եմ, եթե գլուխը ճիշտ է սկսում աշխատել, մարմինն էլ է ճիշտ իրեն պահում, հոգին էլ պիտի արդեն ինքն էլ իր աշխատանք անի, բայց գուցե եւ բաներ ունենք անելու հոգու հետ նույնպես։ Սիրիր մեր ձավորիդ քո անձի պես, քո անձի նման, մենք սիրում ենք, մենք չենք սիրում, իմ մոտ խնդիրը նա է, որ ես ջնջում եմ, այդ է շատ վատ է, դա սիրելու հետ ոչ մի աղերս չունի, տենց միայնակ ես մնում, իհարկե տենց չի լինում, ընտանիքները որ տենց լինի, ընտանիքները բոլորը կփլուզվեն ու առաջ չենք գնա, այ սիրիր մեր ձավորին, ու եթե մարդ սիրի մեր ձավորին, դրանով առաջի պատվիրաններ կատարած կլինի ամբողջությամբ ինձ թվում է, որովհետև որ դու սիրում ես մեր ձավորիդ, Աստված տեսնում է ու Աստված կհավատա, որ դու մեր ձավորիդ կարողանում ես սիրել, իրաներ կսիրես։ Կարծում եմ այդպես, մի խոսքով այն դժվար մարդկանց հետ շփվելը պետք է մեզ, պետք չի ջնջել թողել գնալ այն մարդկանց հետ, որ հեշտ է, իրանց հետ մենակ շփվենք, քանի որ մենք համարում ենք, որ մենք շատ հոգնած ենք, մեզ էներգիաս տարավ, մանավանդ մեր երկրում ես ինչքան են սիրում խոսալ էներգիաս, այս մեկը էներգիաս տարավ, այն մյուսը էներգիաս բերեց, այս մեկը սենց, անելիքներ շատ ունենք, կուզեմ դուք էլ ձերը պատմեք, դուք ինչի համար եք ապրում, որն է կյանքի իմաստը, ոնց եք հասկանում, համոզված եմ, որ ես հələ լավ չեմ հասկանում, ընդհանրապես անգամ մոտիկ էլ չեմ եկել հələ կյանքի իմաստը հասկանալու, բայց կարևորը որ ժամանակ առ ժամանակ սրա մասին խորենք, հասկանանք ինչ է։ Բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։